Սկսել են ազատել, թողնել, հիմա կամաց բոլորն էլ դուրս են գալիս, բայց հատկանշական այն է, որ որոշակի իմաստով մեր բոլոր ակտիվիստներին, մեր բոլոր համակիրներին, աջակիցներին հետևյալ կերպով են ասել, որ չփորձեք մյուս անգամ որևէ բան անել, փորձել են վախեցնել, փորձել են ինչ-որ կերպով իրենց բնութագրման կանխարգելել և այսպիսի մի խոսքով անկարգությունների մասին են հարցրել, որի վրա անկարգություններ պիտի անեք, ամենամեծ անկարգությունը իրենք են անողը, բնականաբար, և այս ճանապարհով բոլորին էլ փորձել են ճնշել կամ վախեցնել կամ որոշակի իմաստով սպառնալ, որ որևէ կերպով փորձ չանեն պայքարի մեջ լինելու։ Բոլորն են արձակվել, թե բոլորը չէ, հերթով դուրս են գալիս, մի քանի հոգի երևի մնացել են, հիմա փորձում ենք ճշտել։ Քիչ առաջ նաև տեղեկություն ստացանք, որ վստահ եմ, որ պարոն Դանիելյանը ասել է այս մասին, Վիկտոր Մնացականյանի և Թելման Թադևոսյանին էլ էին հրավիրել, բերման ենթարկել, մեր պայքարի աջակիցներ տարբեր տեղերով, ոմանց տնից են տարել, ոմանց մեքենա վարելուց են տարել և այսպես շարունակ։ Հավանաբար իրենք որոշակիորեն ուզում են այս ճանապարհով մեր պայքարի համակիրներին, աջակիցներին, մասնակիցներին զգուշացումներ անել, իրենց պատկերացմամբ զգուշացում կամ սպառնալ, որպեսզի դուրս գան այս պայքարից, բայց իրենք սխալվել են, որովհետև այս մարդիկ ճշմարտության համար են պայքարում, պետության համար են պայքարում և ոչ թե իրենց անձնական շահերի, ոչ թե որևէ տնտեսական կամ անձնական շահ հետապնդելով։ Ամեն դեպքում քաղաքում ոստիկանական հոծ բազմություն կա տարբեր հատվածներում, ինչի են սպասում ոստիկանները։ Դե երևի հրահանգ են ստացել, վախները ծնկների մեջ, կոչված պաշտպանելու չարիքի իշխանությունը։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, խոսքս ուղիղ ոստիկանապետին եմ ասում, ուղիղ, պարոն Արամ Ղազարյան, քեզ եմ ասում։ Ես հիմա ոչ մի փակագիծ չեմ բացելու, բայց ասում, խոսքս ուղղում եմ քեզ, դեռևս բարի մտքով։ Ինքդ քեզ հաշիվ տուր ու մեզ ծառայ, մնացածը հետո։